Այս անգամ փոքրաթիվ եք ներկայանում, պարոն Սաղաթելյան։ Հետո Ինչ օրակարգով եք գալիս։ Խոսենք բոլոր հարցերի մասին։ Պարոն Սաղաթելյան, եթե կաթողիկոսը ներսում չի նիստ ամենայնի ներսում չի, նմասնակցելու եք նիստին, բոյկոտելու եք, ինչ գործողություններ։ Տեսնենք կաթողիկոսին, եթե փոխարինող լինի, բնականաբար չենք մասնակցի եւ մենք հավանաբար այսօր առիթ կունենանք Էջմիածին այցելելու։ Անկախ նրանից ով կլինի, այդ փոխարինողը տիրադապ կլինի, ոչ տիրադապ։ Տեսնենք, ըստ դրա որոշում կկայացնի։ Պարոն Սաղաթելյան, Ամեն դեպքում նկատի ունեցել ենք։ Ամեն ինչ անելու ենք դրա համար։ դե նախորդ 5 տարում էլ ամեն ինչ արեցի, ոչինչ չստացվեց։ Նորից նույն խոստում տալով գալիս է խորհրդարան։ Մտավախություն չկա, որ այս անգամ է չհաջողվի։ Նախորդ 5 տարիների ընթացքում եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս մեր բոլոր հնարավորություններով պայքարել ենք, որ երկիրը այս կետին չհասներ։ Այո, դժբախտաբար հունիսի 7-ի ընտրությունը եւս այս կորուստների, զիջումների շղթան կտրելու հնարավորություն։ Դες համար սպասելի չէ, որ հունիսի 7-ին կարող են վերընտրվի Նիկոլ Պաշտոնյան, շատ անակնկալ էր։ Մենք ամեն ինչ արել ենք եւ նաեւ բոլոր հնարավորությունները տեսնում էինք ամսի 7-ին այդ շղթան կտրելու, բայց հաշվի առնելով ինչ պայմաններում եւ ինչ ձև տեղ ունեցավ ընտրությունները, այո, դժբախտաբար տեղի չունեցավ։ Աղվան Վարդանյանը բազմաթիվ անգամ ապացուցել է իր տղամարդավարի քայլերն ու գործողությունները եւ ինքը մեկնաբանություն տվել է ավելացնելու ոչինչ Իդեպ ինքը ասում է գալու եմ կանեմ ձեր եւ Նարեկ Կարապետյանի կողքին, այս խորհրդարանում հենց ձեր երկուսի կողքին պետք է կանգնել, Աղվա Վարդանյանը։ Դրանից առաջ նաեւ ասել էր թիմի կողքին, իսկ ինչ վերաբերում աղանումներ տալուն, հավանաբար ինչ-որ մի բան գիտի, որ ասել։ Նարեկ Կարապետյանի կողքին ինչի է կանգնում։ Տեսեք, մենք կարծում ենք, որ այսօր այն վիճակում չենք, որ այդքան տարանջատումներ դնենք։ Աղվան Վարդանը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ իր թիմին հավատարիմ գործի չէ, դրա տակ այլ ենթատեքստեր ընտրել պետք չի։ Եվ կարծում եմ պատասխանեց էլի, շատ ավելի լուրջ օրակարգեր ունենք։ Ժորժ ջան, լավ մնացեք, դեռ առիթ ունենալու ենք, էլի խոսելու։ Պարոն Քոչարյան, այս խորհրդարան ինչպես